Կիզի չարևն այրում է ամբողջ Եվրոպան։ Անհնար է բարձրանալ Էյֆելյան աշտարակ։ Երեքշաբթի Փարիզի սիրտը մի քանի ժամ շուտ է փակվել 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի պատճառով։ Երկաթե գեղեցկուհուն տեսնելու համար Միացյալ Նահանգներից ժամանած Սամուելը լրագրողներից է իմացել, թե ինչու չի կարող բարձրանալ աշտարակը։ Ուզում ենք այցելել Էյֆելյան աշտարակ, բայց հենց նոր իմացանք, որ այն փակ է։ Որն է պատճառը։ Շատ շոկ է։ Դե հա, շատ շոկ է։ Այո, ջերմաստիճանը 40 Ցելսիուսից բարձր է։ Հասկացա, մենք Միացյալ Նահանգներից ենք, այնտեղ ամեն օր էլ 40 աստիճան է։ Շատ զբոսաշրջիկներ հիասթափված են։ Երկար ճանապարհ են անցել, վերջապես տեսնելու երազանքների աշտարակը, բայց փաստորեն դա հնարավոր չէ։ Առաջին անգամ եմ Փարիզում ու շատ տխուր եմ։ Փակ է Էյֆելյան աշտարակը։ Հասկանում եմ, չափազանց շոկ է։ Գուցե հաջորդ անգամ կարողանամ այցելել աշտարակ։ Սա ամոթ է։ Փարիզ մի քանի օրով ենք եկել։ Ցանկանում ենք բարձրանալ Էյֆելյան աշտարակ։ Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերությունը հայտարարել է, բոլոր գնված տոմսերը կվերադարձնեն։ Արևը չի խնայել նաև Լուվրը։ Ռեկորդային շոկի պատճառով սահմանափակվել են թանգարան այցելության ժամերը։ Մինչև շաբաթ օրը Լուվրը սովորականից 2 ժամ շուտ կփակվի։ Վերջին օրերին Ֆրանսիայում փակվել է ավելի քան 1300 դպրոց, դասաժամերը փոխվել են։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, Ֆրանսիայում անցյալ շաբաթ 40 մարդ է խեղդամահ եղել, հիմնականում երիտասարդներ։ Նրանք փորձել են սաստիկ շոկից փրկվել ջրում։ Ֆրանսիայի հարավ-արևելքում էլ 2 տղայի մահացած են գտել մեքենայում։ Նրանց մահվան պատճառը դեռ պարզ չէ։ Քննիչները հայտնել են, որ տղաները հավանաբար սաստիկ շոկին չեն դիմացել։ Ծայրահեղ տապի դեմ Հռոմում են պայքարում։ Իտալիայի մայրաքաղաքի այցելուներն ու տեղացիները դիմանալու տարբեր միջոցներ են գտնում։ Հովանոցներ, սառը ջուր եմ օգտագործում այս անտանելի շոկը հաղթահարելու համար։ Օդերևութաբանները զգուշացնում են, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում ռեկորդային շոկը շարունակվելու է։ Մարիամ Ամիրջանյան, Էլենիա Հինյան, Հայլուր։